Այսօրվա բարի լույսը իմ հրաշքների մոտից եմ ձեզ փոխանցում։ Բարի լույս բոլորից, սիրելի հետևորդներ ջան։ Ինչքան ժամանակ է ես այստեղ կանգնած նայում եմ, հիանում եմ, ժպտում եմ եւ ուսումնասիրում եմ։ Հատկապես, որ այս մեկը ուրիշ գույնով է բացվել եւ քամուց շորոր են գալիս։ 4 հատ են բացվել այսօր։ Վերևում են, հեսա։ Տեղին կարմիր միջուկով հետարքիր։ Ցողունները լավ էլ բոյովացել են ու իրանց տեղը սիրել են իմ պատուհանի գոգին։ Արևի ուղիղ ճառագայթներից հեռու իրենց լավ են զգում։ Առավոտ շուտ այս կողմ ընկնում, հետո թեքվում է։ Մեկ էլ մայրամուտի ժամանակ է այս կողմ ընկնում։ Եվ իմ ծաղիկները իրենց լավ են զգում այս կողմում։ Շատ ժամանակ ես էլ եմ գալիս ստեղ նստում, հովանում, զովանում, իմ կոֆեն վայելում, իմ հանգիստը ստանում ծաղիկներիս մոտ։ Ինչպես եք դիմանում այս շատ շոքերին, սիրելի հետևորդներ ջան։ Ձեզ խնայեք, ձեզ լավ նայեք, արևի ուղիղ ճառագայթներից զգուշացեք։ Այս օրերին շատ անտանելի է շոքը, բայց դե ամառը ծրի տականում ենք։ Խելացի գտնվենք եւ մեզ լավ նայենք։ Լավիկն են, պուպուշն են, առավոտ շուտ մեր տրամադրությունը բարձր պահենք։ Ես դեռ կոֆե չեմ խմել, հավերիս կերակրել եմ ու եկել այստեղ կանգ եմ առել եւ իհարկե արժե։ Լավն են, շատ լավն են։ Սրանք էլ են երկար մնում թփի վրա ու գնալով խոշորանում են։ Ամեն ծաղիկ իր բույրն ունի, իր տեսքն ունի։ Այս հրաշքին բարձրացնեմ, զգուշորեն միջուկը նորից ուսումնասիրենք։ Հեսա։ Սա էլ է շատ ներփիկ։ Մի քանի հատ կա թփի վրա ծաղկած եւ լավն են։ Բոլոր ծաղիկներս լավ խնամված են ու լավ վիճակում են։ Բայց մի հրաշքը։ Իր վառ գույնով նորից տրամադրություն է բարձրացնում։ Մի մեծ փունջ։ Սրանք էլ են շատ նուրբ։ Թեթև քամին փրկություն ասրել հետևորդներ ջան, դե գնանք տուն կոֆե եփենք։ Կոկոնը խոշորացել է, հեսա կբացվի։ Իր բնավորությանը շատ չեմ ծանոթ։ Տեսնենք, կուսումնասիրենք։ Ես իմ կոֆե ջուրը արդեն լցրել եմ։ Մի քիչ էլ ուզում եմ արագի մեջ կազմակերպել այս ամենը սիրելի հետևորդներ ջան, քանի որ մեղուներից նայելու օրն է ու պետք է ամեն մի րոպեն թանկ գնահատեմ իմ համար։ Շատ շոկի բերան չընկնեմ, գործերս էլ առավոտվա հետ անեմ, նաև պետք է աշխատանքի գնամ։ Տեսնենք, ինչպես եմ դասավորում, մինչև աշխատանքի գնալս ես կմյանամ, թե ոչ, դեռ չգիտեմ ինչպես կդասավորվի իմ ամեն մի րոպեն, ամեն մի պահը։ Գիտեք, որ միշտ էլ ուզում եմ իմ գործերով ձեզ միանալ, ձեր հետ զրուցել, այդ ընթացքում կազմակերպում եմ այդ ամեն ինչը, այդ ծխարարն եմ մոտեցնում եւ այլն, հետո կոֆես խմեմ ու անցնեմ մեղուների հետ աշխատելու։ Կոֆես եփեց։ Աշխատանքից եկա տուն, սիրելի հետևորդներ ջան, ահա որ շոկ է։ Այս սիրուններիս նայեմ, շոկի մասին մի քիչ մոռանամ։ Ջրած եմ պահում, թե չէ այսքան փարթամ չեն կարող մնան այսքան շոկին։ Այ այս կողմը արդեն ուզում է փակվել։
կրացել են, արևը այս կողմը ընկել, դելի առաջ գնանք, այս կողմը կոկոմ է տվել արդեն, առաջի կոկոմն է, տեսնեք սա ոնց է, ինչ տեսակ է, ինչ կառուցվածք է, շերս հասնում են, սիրելի հետևորդներ ջան, ես ինչքան շոկ է, այ, թմպլիկները, լամիած սրան էլի, ես ինչքան է մեծացել, սենց լիքը կա, աչքիս կամ մի հատ մոշ քաղեմ արագի մեջ, ու նոր միանամ ձեզ, սիրելի հետևորդներ ջան, ոյ, բա այս կողմը, ստեղ մի քիչ տունը շվակ գցել է սրա վրա, ասենց սիրուն, ստեղ են փետը տվել էի բարձրացրել, սարի եմ տվել էլի ստեղ, հեսա, սիմիչ կա, եկար դիմավոր ես ինձ, մի խոսքով սիրել հետևորդներ ջան, մոշը կտրուկ սկսել է հասնել, ես մի հատ բույլիկ վերցնեմ, ու գամ մոշ քաղեմ, մի հատ այս սարը ջուր կխմեմ նոր, իրանց էլ պետք է ջրեմ, մի հատ քաղեմ, հետո կջրեմ, բույլիկը բերեցի, լայքեք ես կոմ, ես մի ձեռքով, բրա, ստեղ քաղելը չի այդքան, ես կողմն է քաղելը հեսա սայն, հեսա, քաղեցեք, մոտեցրել եմ, այ ձայնս էլ ախազվել, երևի շոքն անում էլ ես ամեն ինչը, եկա սարը ջուր խմեցի, մի հատ այս բաց թողնեմ, որ կարողանամ քաղել, ներքևը վտանգավոր է, գնամ ոնց եմ անելու, սենց, սիրուններին քաղեմ, ստեղ էլ կա այսը, որը հասածա քաղեմ, թե չէ որ շատ հասնում է, թափվում է, այն կողմն էլ կա, բայց պետք է այն կողմից քաղեմ, այս կողմից վտանգավոր է, մի հատ սրան մի հատ էլ նայեմ էլի, նա, դեռ հասնելու տեղ ունի, այս սա է լավը սա, հեսա, ծաղիկները բա, սրելի հետևորդներ ջան, ահա որ շոք է, խոսելու ընդունակությունը մարդ գործնում է, հիմա մի հատ ինձ էլ զբաղացնեմ, ձեզ էլ զբաղացնեմ, այս շոքին հաղթահար ենք միասին, չէ կիսատեր, ես էլ հասնելու տեղ ունի, բայց եթե թողնեմ, արդեն կփափկի ու ինքը իրենով կընկնի, ստեղ մեկը տեսել էի, ինչ եղավ, հա հեսա, չգիտեմ ինչքան կլնի, բայց թե եղածը քաղեմ էլ է, արդեն այսքան քաղել եմ, մի հատ պտտվեմ ես, թուփը հետ քաշեմ, այնքան լավ է, որ փշեր չունի, ստեղ այ չեմ կարողանում խոսամ, սիրելի հետևորդներ ջան, մի հատ ստեղինը քաղեմ, նոր կպտտվեմ, այն մայր թփի մյուս կողմերը, ստեղ էլ շատ լավերը կա հիսա, պուպուշը, ամովը, ամեն ինչին պուպուշ եմ ասում, դե բա պուպուշ ապավուն չասեմ ես այս ջութը, հելա, հիսա, մնացածը դեռ կիսատ է, ու սենց սկսեմ քաղել, այս մեկը, քաղելուց հետո իրիկվա կողմ կարողանամ ջրել, լավ կլինի, ես ինչքան եմ մեծացել, լավ սիրան, լավն են,
Մի քիչ սպասեմ հովն ընկնելուն։ Այսքան քաղել եմ արդեն։ Ստա էլ կա, մոտեցնեմ ցույց տամ։ Թփի վրա ավելի սիրուն է նայվում։ Անտիր։ Եկել եմ մոշը լվանալու սրել է դեղողներն, քանի որ շատ շոքին տարբեր միջատներ ակտիվանում են և մոշի վրա էլ են բարձրանում, անցնում, պտտվում, մի հատ լվան, որ ես ավելի հանգիստ զգամ ինձ։ Մաքուր առանձնակի տենց բաներ չկա։ Ինը չկա եկար հետևից ես, կարող եմ ծարարել ես, ինը չկա։ Այսքանը հերիք է։ Տեսնենք։ Ընտիր։ Մի քիչ պտտեմ ջրի կաթիլները գնամ և լցնեմ ափսեի մեջ։ Սենց հավիսով։ Ընտիրության, մի բուռ ընտիրություն։ Նստես ու նայես, չուտես, չխմես, մենակ նայես, բայց ոնց կարանք սենց համովությանը չուտենք, ես սկսեմ անշանել։ Հլա սրա մեծությանը, համեմատենք, սրանից մեծերն էլ կա։ Դե ես անշանեմ, տրամադրությունս բարձրացնեմ։ Շատ շոք էր այսօր ախր։ Սիմուչկա ջան, հենորը ձեն Իտալի սուր էիր կորել։ Սիմուլյա ջան, իմ շատ սիրել է հետևորդներ ջան, օրվա ամենաշոգ պահն է, արևը որ արդեն էս կողմա թեքվում վերևից, իմ մոշը անուշարեցի, այդ ընթացքում մտքով հեռուն էի գնացել, իմ չինական վարդը մյուս կողմից բերել եմ, ես կողմ քոթուքի վրա եմ դրել և ուզում եմ մոտեցնել ու ցույց տալ այս հրաշքին իր ճոխությունով։ Կարծում եմ իմ էկրանը ձեզ է փոխանցում այս հրաշքի իրական տեսքը, հմայքը, իմ բակի գեղեցկությունները, առատ բերք ու բարիքը և թե ինչ մի հուշ արթնացավ այս ընթացքում, ուզում եմ այդ մասին կիսվել ձեր հետ և ուզում եմ մոտենալ իմ խաղողի վազերին, քանի որ այդ հուշը այդտեղից էր սկսվում։ Դե գնանք։ Քանի ես ներքև ակցել, պետք է կապեմ։ Խաղողի ողկույզները գնալով մեծանում են։ Ահա, այստեղ և այստեղ, և այստեղ։ Սրանք իմ կարոտի գույներն են, սիրելի հետևորդներ ջան։ Եկել եմ իմ կարոտի գույնի մասին խոսեմ ձեր հետ։ Չնայած դրանք այնքան շատ են, իմ կարոտի գույները շատ են։ Եվ շատ ժամանակ կպահանջվի, երբ որ ես իմ կարոտի գույների մասին ձեր հետ զրուցեմ։ Մի փոքր պատառիկ այս հատվածից, իմ խաղողի թալվարի մոտից, այսքան շատ շոքին ստեղ հովա ու զովա, քանի որ այնքան են փարթամացել և երբ որ մոշն էի վայելում, որը նույնպես իմ կարոտի գույների մեջ է մտնում, մտքով հեռուն գնացի, հիշեցի այն տարիները, երբ որ ես այստեղ չէի, երկար ժամանակով Ռուսաստանում մնացի, շատերդ գիտեք, որ այնտեղ երկար չեմ կարողանում մնալ,
Եվ այդ անգամ մի քիչ երկար էի մնացել, փորձելով հարմարվել ամեն ինչին, օդին ու ջրին, ամենաառաջ, որը շատ կարևոր է տվյալ վայրում, տվյալ երկրում, քաղաքում ապրելու համար։ Ինչքան էլ որ ստանում եմ ընտանիքի սերն ու ջերմությունը, բայց սիրելի հետևորդներ ջան, շատերիդ հայտնի կլինի, որ ամենից կարևորը օդն ու ջուրն է, որ երբեմն մեր հայրենիքից դուրս ենք գալիս եւ չենք կարողանում ադապտացվել, հարմարվել։ Հարմարվելը մեկ ուրիշ խոսք է, ադապտացվելը մեկ ուրիշ է։ Մենք հայերս հարմարվող մարդիկ ենք, հատկապես մայրերը, կանայք։ Չգիտեմ, ինչպես բացատրեմ, ամեն մարդ իր ձևով կարող է հասկանալ։ Ինչև է սիրելի հետևորդներ ջան, եկել եմ խոսեմ իմ կարոտի գույների մասին, որ այդ ընթացքում իմ մոտ ավելի վառ կերպով արթնացավ, միշտ էլ իմ մտքում, իմ հոգու խորքում է, եւ քանի որ 3 տարի առաջ հենց այս օրը, որ ես Ռուսաստանից եկա եւ ոտք դրեցի իմ հայրենիք, իմ ծննդավայր, իմ գյուղ, երբ որ իմ տան դուռը բացեցի, իմ տան շեմը ոտք դնելով, տեսա թե ինչ վիճակ է։ Բարև, աննկարագրելի, ամեն բան չորացել էր, սիրելի հետևորդներ ջան։ Տերևները չորությունից խշխշում էին, ոչ մի ծաղիկ չկար, ամեն մի թուփ վերջին շնչի վրա էր։ Կարելի ասել, ամեն ինչի շնչին վրա հասա։ Եվ ես էլ սկսեցի իրենց հետ նոր շունչ ու թափ ստանալ, իրերս տեղավորեցի եւ անմիջապես ջուրը միացրի, սկսեցի ջրել։ Առաջին հերթին ջուրը բերեցի իմ խաղողի վազերին, ամենածանր վիճակում խաղողի վազերն էին։ Ոչ մի հատ բերք ու բարիք չկար վրան, ոչ մի բանի վրա բերք ու բարիք չկար։ Պատահական ծառ ու թուփ, որ ինչ որ մի չափով իր գոյությունը պահպանել էր, եւ հենց այդպես էլ ես սկսեցի լոգներ վարել։ Դրանից առաջ արդեն որոշակի աշխատանքներ էի կատարել, որոշներին շունչ էի պարգևել եւ ես էլ շատ վատ վիճակում էի, քանի որ այնտեղ օդն ու ջուրը չեմ վերցնում, հիվանդանում եմ, կարելի ասել, ես էլ այդ նույն վիճակում էի։ Երբ որ եկա իմ ծննդավայր, իմ տուն, արդեն նոր թափ վերցրի, սկսեցի կյանք պարգևել թե ինձ եւ թե իմ ամեն ինչին այստեղ, իմ բակում, իմ այգում, իմ տանը։ Իմ խնամքի շնորհիվ այսքան փարթամացել են ամեն ինչ, սիրելի հետևորդներ ջան, որ այսքան ժամանակ ձեզ եմ ներկայացնում եւ սրանք իմ կարոտի գույներն են։ Կա չէ՞ մի այդպիսի արտահայտություն, երբ որ անգամ հարցազրույցի են հրավիրում եւ հարցնում են. «Ո՞րն է քո կարոտի գույնը»։ Այդ բառից շատ մարդիկ հուզվում են, լցվում են եւ իրենց աչքերը արցունքով են լցվում։ Ես էլ այս պահին հուզվեցի։ Երբեմն իմ հուզմունքը զսպում եմ, սիրելի հետևորդներ ջան, եւ դա թուլության նշան չէ, դա ուժեղության նշան է։ Ուժերներն են հուզվում, չէ՞, եւ ուժերների աչքերից են արցունքներ գլորվում։ Չեմ եկել, որ ձեր աչքերից արցունքներ գլորեմ, քանի որ գիտեմ շատ շատերը հեռուներում եք ապրում եւ թե որքան եք կարոտում ձեր հայրենիքը, ձեր տունը դուռը, բակը, ձեր ամեն ինչին։ Եվ գիտեմ, որ դուք էլ շատ կարոտի գույներ ունեք եւ նայելով իմ վլոգները, ինչ որ չափով հագեցնում եք ձեր կարոտի գույները։ Ախր լավն է, շատ լավն է։ Այնքան ախտացել ստվերակցում արդեն եւ արևի ուղիղ ճառագայթներից փրկություն է լինում իմ համար։ Բառերը ուղղակի չեն հերիքի, որ այլևս նկարագրեմ, սիրելի հետևորդներ ջան, իմ կարոտի գույների մասին անվերջ կարող եմ խոսել։ Այսպես, քանի որ նաև չեմ կարողանում շատ խոսել, շատ շոկի պատճառով, միգուցե հուզմունքն է խառնվել, հատկապես, որ հենց այսօրը 3 տարին լրացավ, թե իմ սիմը չկայի, եւ թե իմ հայրենիք գալու, եւ թե իմ կարոտի գույները վերականգնելու, նոր գույներ հաղորդելու։ Դե ինձ սիրելի հետևորդներ ջան, իմ խաղողի թալվարի բերքն էլ ցույց տամ եւ գնանք տուն արդեն։ Հով նկնելուց դեռ շատ ժամանակ կա,
Միգուցե այդ գործով ձեզ չմիանամ այսօր, քանի որ արդեն րոպեները թրջում են եւ չեմ ուզում շատ երկար վլոգ լինի եւ ուզում եմ մի քիչ ավելի հակիրճ անել այդ ամենը, որպեսզի հաճելի դիտվի եւ դուք էլ ժամանակ խնայեք, կարողանաք ձեր գործերը անել։ Աշխատանքից գալով տուն նաեւ ճանապարհին մտել եմ Viber-ից, պատվերներ ունեի, թորներիս համար սիրուն բաներ եմ պատվիրել, նաև իմ համար։ Կգնանք տուն, դա էլ կբացեմ, ցույց կտամ եւ կսպասեմ հովն ընկնելուն։ Դե գնանք։ Սկզբից իմ խաղողի բերքը ցույց տամ։ Սկսենք այս կողմից։ Այստեղ իմ վառոդներն են, իմ տանշեմը եւ իմ բերքը բարիքը։ Այս կապույտները դեղի հետքերն են։ Իջեցնեմ տեսախցիկը այստեղ։ Աշնանն է հասունանում, շատերդ կհիշեք, ցույց եմ տվել։ Ահա։ Հիմա պտտվենք մյուս կողմ, երբ որ տուն ենք մտնում, ոչ կողմն է։ Արդեն ծաղկունքը ավարտել է, դա էլ պիտի մաքրեմ, և ահա, սա նույնպես աշնանն է հասունանում, կամաց քայլերով գնամ, դուք էլ վայելեք, և եթե կարոտ ունեք հայրենիքից, ձեր կարոտի գույնը հագեցրեք, մի քիչ լույս ու ստվերը, չգիտեմ ինչպես ցույց կտա, ծանրությունից կախվել է, ահա, և նույն ձևով մյուս կողմերը, արդեն ձեզ պարզ է, թե ինչպես եմ վերականգնել, մոտենամ այստեղ, սա ավելի շուտ է հասնում, օգոստոսին է հասնում, թորներս կգան շուտով և անուշ կանեն։ Իսկ հիմա գնամ թորներիս համար նվերները ցույց տամ։ Սիրելի հետևորդներ ջան, իմ կարոտի ամենավառ իմ թորնիկներն են, նվերներ եմ արել Viber-ից և ցույց կտամ։ Քանի որ ուզում եմ կոֆե եփել, դուք էլ ձեր կոֆեն դրեք եփվելու և միացեք ինձ։ Կարող եք գրել նաև ձեր կարոտի գույները։ Ո՞րն է ձեր կարոտի գույնը, իմ սիրելի հետևորդներ ջան։ Քանի որ մենք այս ընթացքում, այս 3 տարիների ընթացքում, որ ես վլոգներ եմ արում, մենք ստեղծել ենք YouTube-յան մի մեծ ջերմ ընտանիք, կարող եք հանգիստ ձեր կարոտի գույները գրել գրառումների բաժնում։ Երբ որ մարդը արտահայտվում է, դրանով իրեն լավ է զգում։ Ինչ է կհետվի, ես էլ ցույց տամ նվերները, նաև իմ համար եմ բան վերցրել, դե գիտեք, որ ստուգումներ է գնում այդտեղ, բացել եմ, ստուգումները կատարել եմ, ամենավերևում սա էր, հենց այստեղից էլ սկսենք, սա իմ համար է։ Խնամքի պարագաներ են, սիրելի հետևորդներ ջան, ահա, ոտքերի խնամքի պարագաներ են։ Հիմնականում կրունկների ոտքի տակի համար է այս խնամքի միջոցը։ Բացեմ ձեր հետ։ Սա կրեմն է, որ այդ գործողությունը կատարելուց հետո պիտի այս կրեմը օգտագործեմ իմ ոտքի կրունկներին, ոտքի տակին, սա էլ բացեմ, ինքա վերցնեմ, ավելի հեշտ կլինեմ։ Այս
կրեմը սիրելի հետևորդներ ջան, իր մեջ պարունակում է նաև ագնամոն, ճիշտ է, ես մեղուներ եմ պահում, կարող եմ դրանով ես ինքս էլ պատրաստել և պատրաստել եմ իհարկե, ահա, այսպիսի կրեմ, այդ միջոցները կիրառելուց հետո, կրեմ ոսկ at trieșin, ահա, հիմա, սա այս կողմ, տեղ բացեմ այստեղ, և արդեն սա ցույց տա, ճրճրացնենք տոպրակները, այստեղ ճտճտիկով է, Ոյ, ճտճտում է, սա չբացեմ, արդեն ձեզ պարզ է, սիրելի հետևորդներ ջան, հատուկ կրունկները մաքրելու համար է, և այս նյութն ենք օգտագործելու, իգուցե ձեր մեջ լինեն, որ ծանոթ չլինեն այս հնամքի միջոցին, ի փոքր ասեմ, ուրեմն օգտագործելուց առաջ ոտքերը լավ լվանալ և պետք է մեզ նաև այդ բամբակյա դիսկերից այս նյութը այստեղ բացվում է, այստեղ նույնպես սկոչով փակ է, սիրելի հետևորդներ ջան, ինչևէ շամպունի պես բացվում է և այս նյութից թեթև պիտի քսենք այդ բամբակյա դիսկերին և մի քանի րոպե, իր վրա նշվում է քանի րոպե, այստեղ ռուսերեն է կարող եմ կարդալ ռուսերենով գել դլյա պիդիկյուրա ս մաչևինոյ, ահա, կարծում եմ ձեզ պարզ է, գլատկիղ պյատակ, ահա, շատ եմ սիրում, որ ռուսերենով է լինում գրված, ռուսերենը մեր մայրենի լեզուն է, երկրորդ մայրենին է համարվում, սիրելի հետևորդներ ջան, այդ վատնի դիսկերի վրա փչում ենք, քսում ենք այս նյութից և մեր կրունկների վրա պահում ենք մի քիչ, որից հետո արդեն լվանում ենք, քերում ենք, մի քիչ կոպիտ ահանջում, բայց այդպես է, նաև այստեղ ուրիշ մի չոտկել եմ պատվիրել, ահա, բացել ստուգել ենք այնտեղ, քանի որ երկար ճանապարհ է գալիս, պետք է ստուգումներ կատարենք, բոլորը դա լավ գիտեք արդեն, ահա, այս չոտկը նույնպես շատ կարևոր է որ ունենանք, այստեղ չգիտեմ արժե բացել թե ոչ ձեզ պարզ է սիրելի հետևորդներ ջան, այս մասով պիտի մաքրվի ոտքը, ոտքերը, հիմնականում ոտքի կրունկները և ոտնաթաթի տակը, Իմ կողմեն արդեն եփեց, մի փոքր սպասեմ և քանի որ դրանից սկսեցինք, այս մեկն է ցույց տամ, այս արդեն իմ կողմեն պետք է անջատեմ ամաները լվացած, այստեղ չորացրել շարել եմ և կտեղավորեմ արդեն ամենքն իրենց տեղում, կողմեն լցնեմ, ինչև կհովանամ, արդեն Կշարունակեմ ցույց տալ, թե ինչ եմ պատվիրել իմ երիտթողնիկների համար։ Այնտեղ ես նշեցի, որ Սիմոչկայի համար նույնպես 3 տարին է լռանում, սիրելի հետևորդներ ջան, քանի որ արդեն 3 տարեկան է իմ Սիմոչկան։ Կոֆեն լցնելուց հետո արդեն այս մեկը բացեմ, սա նույնպես շատ լավ բան է և մկրատով կտրեմ բացեմ։ Որ նույնպես մտնում է այդ գործողության մեջ, որ պիտի կատարենք, եթե դուք արդեն իսկ օգտվել եք այս միջոցից, կարող եք նույնպես գրել, ահա սիրելի հետևորդներ ջան, գույնը գեղեցիկ, գրավիչ, պերլամուտր կարմիր և այս մասով պետք է ավելի մանր է, այս մասով պիտի ծյորքենք մեր ոտքերի տակը, այդպես ասում Եվ արդեն թողնիկների սովերներին անցնենք, այստեղ ծմերուկ փուչիկ է, չեմ բացում, որ իրենց մոտ բացեմ, սիրելի հետևորդներ ջան, ճիշտ է խանութներում կա, բայց սա էլ ուզեցի պատվիրել, խաղալիք եմ պատվիրել այստեղ, ուշադրությունը կենտրոնացնող խաղալիք է, օղակներ են,
բացել և ստուգել ենք այնտեղ, անկախ կոտրված չլինի, այսպես, ես արդեն առանց կոտրակների կպահեմ, բայց արդեն սրա մեջից չեմ ուզում հանել, սիրելի հետևորդներ ջան, բուրգ է կառուցվում և օղակները նետում են այդ բուրգի մեջ, նաև շարիկներ կա, որ զնգզնգամ, թորներիս ուշադրությունը շատ կգրավի սա և մի լավ կխաղան, իսկ այս մեկը ամենա տեղին նվերը, այս ամռան շոգին, կարող եք գուշակել, թե ինչ է, ձեզ տեսնել, չեմ բացում, գուշակեք, մեկ երկու րոպե, տադամ, բացում եմ, դուք ժամանակ ունեք ձեր գուշակածը գրել, գրառումների բաժնում, թե ինչ կլինեն պատվիրած այս շրջանի համար, որ թորնիկներս մի լավ չոփ-չոփ անեն, այո, Չովի լողավազան, սիրելի հետևորդներ ջան, ահա 500 լիտր ջուր է պարունակում իր մեջ, 500 լիտր ջուր է վերցնում իր մեջ, թե հայ խոսքը մի քիչ ուրիշ է հնչում, չէ, և ահա, խնդրեմ սիրելի հետևորդներ ջան, սա այնտեղ չեմ բացել, չեմ ստուգել, դրա կարիք չկա, քանի որ ինքը շատ լավ փաթեթավորված է, ինչպես տեսնում եք, ահա նկարով եկեք հասկանանք մենք էլ, ահա այս տիպի փչովի լողավազան և թորներս շուտով կգան, գիտեմ, որ դուք էլ անհամբերը սպասում եք, վերջերս նույնիսկ ինձ շատ եք գրում, որ մեռանք սպասելը, իհարկե ես նույնպես սիրելի հետևորդներ ջան, իմ կարոտի գույները շուտով կգան, մեզ մի քիչ է մնացել, որ սպասենք, այդ սպասողական վիճակից դուրս գանք, ահա, ես այստեղ շուրջս կհավաքեմ, և հիմա անցնեմ իմ կոփեն վայելելու, մինչև որ հողը կընկնի, սիրելի հետևորդներ ջան, չգիտեմ, այս վլոգի մեջ չեմ ուզում տեղավորել արդեն այդ իմ վաղ աղջի գործերը, դա էլ արդեն առանձին կներկայացնեմ, բոլորիս բարի ժամանց և բոլորս, որ մեր կարոտի գույները վերհիշեցինք մի պահ, մեզ լավ զգացինք, իսկապես բոլորիս բարի